Արարատյան դաշտի հենց այս գեղատեսիլ վայրում է ամբարված հայոց հավատքի պատմությունը։ Արաքս գետի ձախափին պատմական Արտաշատի բլուրներից մեկի գագաթին վեր է խոյանում այդ պատմության ամենամեծ վկան՝ Խոր Վիրապը, 3-րդ դարի անառիկ վանք ամրոցը, որ մինչ օրս պահպանում է անցյալի շունչը։ Հենց այստեղ է Գրիգոր Պարթևը կրել իր տառապանքները, դառնալով լույսի խորհրդանիշ ու ստանձնելով լուսավորիչ անունը։ Խոր Վիրապը Հայաստանի ամենանշանավոր պատմական ու հոգևոր սրբավայրերից մեկն է, եզակի ճարտարապետական հուշարձան, որի կենսագրությունը հասնում է մինչև հեռավոր 3-րդ դար։ Գտնվում է երբեմնի մեծ հայքի Այրարատ նահանգի Ոստան հայոց գավառում, Արաքս գետի ձախ ափին։ Ներկայում Արարատի մարզի Լուսարատ գյուղից մոտավորապես 1 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք։ Այս վանք ամրոցը հարյուրամյակներ շարունակ եղել է հայ քրիստոնյաների կարևոր ուխտավայրերից, որ սերտորեն կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ։ Խոր Վիրապի Սուրբ Գրիգոր Լուսավորչի ուրեմն 301 թվականին քրիստոնեությունը ընդունելու այս ամենի մասին տեղեկություններ հաղորդող վաղագույն հիշատակագիրը Ագաթան Գեղոս պատմիչն է։ Եվ բավարար չափով ուշադիր լինելու դեպքում մենք տեսնում ենք, որ Ագաթան Գեղոսը իրեն պատմությունը վերնագրել է դարձ քրիստոնեությանը, վերադարձ։ Ասել է, թե դեռևս առաջին դարերում եւ այդ մասին մենք վկայություններ ունենք, հայ ժողովուրդը ընդունել է քրիստոնեություն, քրիստոնեությունը ներթափանցել է մեզանում եւ հայտնի են դիցուկ Արտազի, Գողթնի եպիսկոպոսական աթոռները, այլ աթոռներ եւս, եւ երբ որ մենք խոսում ենք 4-րդ տարի մասին, մենք խոսում ենք արդեն ուրեմն քրիստոնեության վերամուտի մասին եւ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու մասին ու դիտակետից։ Ագաթան Գեղոսը վկայում է, որ Տրթատ 3-րդ թագավորը Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ վերջինս անցկացրել է 14 տարի։ Վիրապը, որից իր անվանումն է ստացել վանքը, եղել է մռայլ ու ահասար սուր մի վիհ, լի օձերով ու թունավոր միջատներով, որտեղ գցում էին դատապարտյալներին դանդաղ մահվան ենթարկելով նրանց։ Գրիգոր Լուսավորչի պատմությունն այդ մութ ընդերքը դարձրեց լույսի խորհրդանիշ, այն վերածելով հավատի հաղթանակի։ Այսօր էլ հազարավոր ուխտավորներ ու այցելուներ գալիս են այստեղ նույն հույսով ու ակնկալիքով։ Նրանց համար Վիրապ իջնելը պարզապես պատմական հիշատակի արարողություն չէ։ Այստեղ յուրաքանչյուր հավատացյալ կարծես մասնակից է դառնում Լուսավորչի տառապանքներին ու չարչարանքներին, այդպիսով հաղորդակից դառնալով նաև նրա տոկուն հավատքին եւ վստահ լինելով, որ Վիրապում արված աղոթքն Աստված երբեք անպատասխան չի թողնի։ 13 տարի եւ ավել եղել է գբում, որտեղ դատապարտված է եղել մահվան, բայց Աստծո օգնությամբ կարողացել է դուրս գալ, մեզ բոլորիս լուսավորել, հեթանոսական խավարը վերացնել քրիստոնեական լույսով։ Ինչպես Հիսուս Քրիստոս մահվան գործիք խաչը դարձրեց կյանքի աղբյուր, նույնպես Գրիգոր Լուսավորիչը այս վայրը, որ բանտ էր հանցագործների համար նախատեսված, կարողացավ վերածել մեզ համար մեծ սրբավայրի։ Հենց այս սրբազան Վիրապի վրա էլ մոտավորապես 642 թվականին Ներսես 3-րդ կաթողիկոսը կառուցել է մի մատուռ, որի ավերումից հետո նույն տեղում կառուցվել է մինչ այսօր կանգուն թաղածածկ աղոթատեղի։ Մոտավորապես 642 թվականին կաթողիկոս Ներսես 3-րդ Տայեցին սրբազան Վիրապի վրա հիմնում է մի մատուռ։ Իր ծավալատարածական ձևավորմամբ եւ կառուցվածքային լուծումներով մատուռը որոշ նմանություն է ունեցել նաեւ Սվարթնոց տաճարին։ Շատ է պատահում, որ ուսումնասիրողները Խոր Վիրապի համալիրի մասին խոսում են որպես 17-րդ դարի կառույցի, բայց մենք գիտենք, որ Խոր Վիրապի մասին հիշատակությունները սկզբնավորվում են 5-րդ անգամ 4-րդ դարից։ Գիտենք, որ 640-ական թվականներին
ուրեմն Ներսես Տայեցի կաթողիկոսը այստեղ հիմնել է Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը որ թուրիմացաբար երբեմն որոշները Սուրբ Գևորգ են անվանում։ Եկեղեցին հիմնվել է Սուրբ Գրիգորի անվամբ, Սուրբ Գրիգորի պատվին։ Ներսես Տայեցի կաթողիկոսը նաև համարվում է ուրեմն Զվարթնոցի տաճարի հիմնադիրը կամ շինարարը։ Եկեղեցին ունի ուրեմն ունեցել է թաղածածկ կառուցվածք, ութասյուն կառույց է եղել, ուրեմն 10-րդ դարի պատմիչ Ալ-Մուքադասի վկայությամբ կառուցված է եղել սպիտակ կրաքարից։ Գիտենք, որ 11-րդ դարում երկրաշարժ է եղել Հայաստանում եւ հավանաբար վանքը փլվել է եւ հիմա ինչպես տեսնում եք կարմիր քարից է եկեղեցին։ Այնտեղ է գտնվում նաեւ ձեզ հայտնի կուբը կամ զնդանը, որտեղ արգելափակված է եղել հայրապետը ավելի քան 13 տարիներ։ Այսօր այն ինչ որ մենք տեսնում ենք, հիմնականում ուշ շրջանում 17 եւ հետագա դարերում ձևավորված համալիրն է, որի կարելի է ասել առանց այդ վաղ շրջանի, այսպես ասած, անկյունը մեր վիրապն է, բուն վիրապի կառույցը, որը այսօր նաև հասանելի է մեր այցելուներին։ Բուն հուշարձանախումբը 17-րդ դարում ձևավորված վանական համալիրների դասական օրինակներից է, որը պարսպապակ է եւ ինչպես նշում է ճարտարապետության դոկտոր Մուրադ Հասրատյանը, վանք ամրոցի դասական օրինակ է։ Երբ վանքերը եւս պարսպապակվում էին եւ գաղտնիք չէ, որ շատ հաճախ եւս վանքերը դարձել են նաեւ ապաստարաններ, ավելառությունների, ռազմական գործողությունների ժամանակ սրանք եւս ստանձնել են նաեւ պաշտպանական կարևոր ֆունկցիա եւ այս առումով Խորվիրապի այդ համալիրը, հուշարձանախումբը մեծ ակամայից հիշեցնում է հենց այդ գործառույթները, որ վանքը պիտի ստանձնած լիներ։ 13-րդ դարից սկսած Խորվիրապը վերածվել է նաև կրթության եւ գիտության համահայկական կենտրոնի։ 1255 թվականին հայ պատմագիր, աստվածաբան եւ խոշոր փիլիսոփա Վարդան Արևելցին հիմնել է բարձրագույն դպրոց, որը դարձել է իր ժամանակի առաջատար գիտական օջախներից մեկը։ Դպրոցի ուսանողների թվում եղել են այնպիսի նշանավոր գործիչներ, ինչպիսիք են Գլաձորի համալսարանի հիմնադիր ու ղեկավար Եսայի Նչեցին, հայ նշանավոր վարդապետ եւ մատենագիր Հովանես Երզնկացին, լեզվաբան, տեսաբան Գևորգ Սկևրացին եւ մանկավարժ Ներսես Մշեցին։ Վերջինս հետագայում Խորվիրապի դպրությունը բարձրացրել է մի նոր մակարդակի, այն դարձնելով միջնադարյան հայ մշակույթի ու աստվածաբանական մտքի կարևոր կենտրոններից մեկը։ 16-րդ դարում Հայաստանի ծանր քաղաքական ու տնտեսական իրավիճակի հետևանքով վնասվել են նաև վանքի շինությունները։ Այդ աղետալի վիճակից սրբավայրը հետագայում 1666-ից 1669 թվականներին փրկել է Դավիթ Վարդապետ Վիրապետցին, ձեռնամուխ լինելով վանքի պարիսպների եւ ներքին շինությունների վերակառուցմանը։ Նրա շնորհիվ վանական համալիրը վերագտել էր երբեմնի շքեղությունն ու կրկին դարձել հոգևոր, կրթական եւ մշակութային կյանքի աշխուժ կենտրոն։ Ցավոք ճարտարապետների, քարգործ վարպետների, խաչքարագործ վարպետների անուններ որպես այդպիսին մեզ չեն ասել, բայց փոխարենը վանքի վիմագրական ժառանգությունը մեզ է ավանդում նաև Մեկենասի անունը, ով այդ 17-րդ դարի երկրորդ կեսին ընդգրկվեց այդ գործում եւ դարձավ փաստորեն մեր Էջմիածնից հետո երկրորդ խոշոր, սրբավայրը վերազարթոնք տվող հիմնական, այսպես ասած, ազատամարտիկը, ճակերտավոր, եթե կարող ենք այդպես ասել, դա նշանավոր Զաքարիա Ագուլեցու եղբայրն է, Շմավոն Ագուլեցին, որի անունը քանիցս վկայված է ինչպես վանքի վիմագրերում, այնպես էլ ձեռագիր աղբյուրներում։ Խորվիրապի վանքում է գործել Վարդան Արևելցու բարձր տիպի դպրոցը եւ երևի քչերը գիտեն, որ օրինակ Գլաձորի համալսարանի ռաբունապետ Եսայի Նչեցին սովորել է հենց Խորվիրապի դպրոցում աշակերտելով Վարդան Արևելցու։ Այսինքն մի կարճ շրջան 13-րդ դարի վերջին Խորվիրապը եղել է շատ կարևոր ուսումնական կենտրոն, որտեղ դասավանդել է նշանավոր վարդապետ Վարդան Արևելցին։ 14-րդ դարի հին մատուրի տեղում է կառուցվել Սուրբ Գրիգոր եկեղեցին որպես հավատի վերածննդի խորհրդանիշ, միախառնված լուսավորչի անվան փառքին ու հայ ժողովրդի հոգևոր ժառանգությանը։
1669 թվականին Խորվիրապում սկսվել են հողահանության աշխատանքները, որոնց արդյունքում բացվել է Սրբազան վիրապը եւ նրա կառուցված այդ հին մատուռի փոխարեն սկիզբ է դրվել նոր եկեղեցու Սուրբ Գրիգորի շինարարությանը։ Վիրապն արտաքուստ պատված է սալերով, որոնց վրա պահպանված են հին արձանագրություններ եւ բարձրաքանդակներ, վկայելով վանքի դարավոր պատմությունը։ 1703 թվականին ավարտվել է Համալիրի կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, որն իր մեծությամբ ու շքեղությամբ դարձել է տեղի հիմնական տաճարը։ 1660-ական թվականներին այստեղ շինարարական աշխատանքներ են եղել, մաքրման աշխատանքներ են եղել եւ այս ժամանակ է, որ ուրեմն հնատիպ թաղածած մատուռի փոխարեն կառուցել են ուրեմն եկեղեցին, հիմնել են եկեղեցին եւ այս ժամանակ է, որ հայտնաբերել են ուրեմն նշանավոր Վարդան Արևելցու եւ Խորվիրապի առաջնորդ Ներսես եպիսկոպոս Տարոնացու աճունները, նրանց դամբարանները, ինչպես նաև ուրեմն հողից մաքրման աշխատանքների արդյունքում նաև հայտնաբերվել է դամբարան ըստ էության ուրեմն Ներսես Հայրապետի դամբարանն է սա Ներսես Տարոնացու։ Վանքի վերականգնման եւ պահպանման աշխատանքները շարունակվել են նույնիսկ մինչև 1970-ից 1980-ական թվականները, որի ընթացքում Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ նորոգվել են պարիսպները, եկեղեցիներն ու օժանդակ շինությունները։ Այսպիսով, Խորվիրապը կրկին գտել է իր դարերի փառքը, մնալով հայ հավատքի, մշակույթի եւ պատմության կենթանի խորհրդանիշ, մշտապես հիշեցնելով Գրիգոր Լուսավորչի կատարած մեծ գործն ու առաքելությունը։ Ով էր հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորիչը։ Նա մեծ հայքի փոխարքա Անակ Պարթևի որդի Սուրենն էր, ով Կեսարիայում մկրտվելուց հետո դարձավ Գրիգոր, որ հունարեն նշանակում է արթուն։ Գրիգոր Լուսավորիչը ծնվել է մոտ 239-ից 252 թվականներն ընկած ժամանակահատվածում եւ վախճանվել Հայաստանում մոտավորապես 326-ից 329 թվականներն ընկած հատվածում։ Կարևոր ու մեծ դերակատարում է ունեցել հայ եկեղեցու պատմության մեջ, հանդիսանալով հայոց եպիսկոպոսապետն ու առաջին ամենայն հայոց կաթողիկոսն ու մանունն անջնջելիորեն կապված է Հայաստանի քրիստոնեացման հետ։ Գրիգոր Լուսավորիչը Անակի որդին է, որը սպանել է մեր խոշորագույն արքաներից մեկի Տրթատ III հորը, ինչից ելնելով Տրթատ III-ը փաստորեն Գրիգոր Լուսավորչի հանդեպ ունեցել է որոշակի կասկածներ, չնայած այն հանգամանքին, որ նա քրիստոնեից մեծ ալիք է փաստորեն շարժել, եկել է Հայաստան եւ Հայաստանում որպես այդպեսին հանդիսանում է հիմնադիրը մեր եկեղեցու, բայց դրանից առաջ նրան ձերբակալել են, Խորվիրապում պահել են եւ ընդամենը մի կին, որը ունեցել է երկնային հաղորդակցություն բերել եւ ամեն օր մեկ հաց է նետելուց եղել, որպեսզի Գրիգոր Լուսավորիչը կարողանա ապրել։ Ապացույցը Խորվիրապն է, ապացույցը Խորվիրապի ներքևում գտնվող քարեզնդանն է, որպես այդպիսին։ Ապացույցը նաեւ այն է, որ այդ մասին գրել են մեր պատմիչները Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին, ասենք Ագաթան Գեղոսը մանրամասնորեն շարադրում է նրա գործքը եւ նշում է, որ նա այսպես հայտնվեց բանտում եւ միայն այն բանից հետո, երբ արքան եկավ դարձի, այսինքն հասկացավ, որ հեթանոսությունը ճիշտ չէ եւ անհրաժեշտ է քրիստոնեությունը, Գրիգոր Լուսավորիչը դուրս եկավ, սկսեց իր քարոզչությունը, տարածեց քրիստոնեությունը Հայաստանում եւ առաջին պետական կրոնը քրիստոնեությունը ընդունել են հայերը։ Ըստ ավանդության Գրիգորին իր հոր Անակի դեմ ուղղված արշակունիների վրեժից նորածին հասակում փրկել են Դայակը, Սոփյանն ու մի բարի մարդ եւ թաղը, գաղտնի փախցնելով դեպի Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ էլ փոքրիկ Սուրենը մկրտվել է որպես քրիստոնյա, հետագայում ստանալով նաեւ բարձրագույն կրթություն, առաջնորդվելով Կեսարիայի arczepiskopos Փիրմիլիանոսի որդեգրած ուսմունքով։
Այդ միջավայրում է ձևավորվել Գրիգորի հոգևոր աշխարհայացքը, որն ապագայում դարձել է նրա առաքելական ծառայության ու պատմական գործի անսասան հիմքը։ Գրիգոր Լուսավորչի հայրը Անակն էր, հարազատ եղբոր հետ սպանել հայոց Խոսրով II արքային, ով մահվան շնչում հրաման է արձակել ոչնչացնել Անակի ազգատողմը։ Այդպես էլ եղել է։ Բացի Սուրենից սրի են քաշվել բոլորը։ Մինչև իրանական զորքերի մայրաքաղաք հասնելը զայրացած հայերը սպանում են Խոսրով Պարթև Անակի ամբողջ տողմը եւ համաձայն ավանդության փրկվում է միայն մի փոքրիկ երեխա Սուրեն անունով մոտ 1 տարեկան եւ նույն ձևով 1 տարեկան Տրթատին ապագա թագավորին փախցնում են Հռոմ։ Իսկ Սուրենին Կեսարիա, որտեղ նա համաձայն վարքի կամ սրբի կեսագրության դաստիարակվում է քրիստոնյա ընտանիքում, դառնում է քրիստոնյա, ստանում է մկրտության անունը Գրիգոր եւ իմանալով իր հոր կատարածի մասին, որպեսզի քավի իր հոր մեղքերը, որոշում է, որ պետք է գա Հայաստան եւ ծառայի հոր կողմից սպանված Խոսրով II որդուն Տրթատին։ Բանն այն է, որ երբ վերադարձան եւ Տրդատը իր հաղթանակից հետո պատիվներ էր տալիս հեթանոս աստվածներին, զոհաբերություններ էր անում, Գրիգորը հրաժարվեց այդ զոհաբերություններին մասնակցելուց եւ պարսավում էր Տրդատին սխալ զոհաբերությունների համար, որովհետեւ նա արդեն գիտեր իրական զոհը ով է, ինչ է իրական զոհաբերության իմաստը եւ քրիստոնյա էր ըստ էության, որը մի կերպ կարծես հանդուրժում էր Տրդատը մինչև այն ժամանակ, երբ Գրիգորը ուղղակիորեն սկսեց միջամտել իր գործերին։ Եվ նա բանտարկեց Գրիգորին եւ այդ բանտարկությունը տևեց 14 տարի։ 287 թվականին Տրթատ 3-րդ արքան վերադառնալով հռոմեական կայսրությունից Անահիտի Մեհյանում գոհության տոնախմբություն է կատարում, որին ներկա է լինում նաեւ Գրիգոր Պարթևը։ Արքան հրամայում է երկրպագել Աստվածուհուն։ Գրիգորը հրաժարվում է մասնակցել ծեսին։ Տրթատ մեծը նրան ենթարկում է ահասարսուռ չարչարանքների։ Լուսավորչի խոշտանգումներն Ագաթոն Գյուղոսը նկարագրում է հետևյալ կերպ. ձեռքերը կապած գայլի բերան, թիկունքին աղի բեռ, կուրծքը բարձր գելարանից վար կախեցին։ Մեկ ոտքից կախելով աղբ ծխեցրին ու դալար բրերով ծեծեցին։ Ոտքերը կոճղերի մեջ ճզմեցին, ոտքին երկաթյա բևեռներ մխելով վազեցրին։ Գլուխը կրփահար անելով ծեծեցին։ Գլուխը մամլիչի մեջ դնելով քթի մեջ քացախ ու բորակ փչեցին։ Գլուխը մոխրով լեցուն պարկի մեջ կապեցին։ Գլխի վայր կախելով նստատեղից ձագարով ջուր լցրեցին։ Կողերը երկաթե ճանկերով քերեցին։ Երկաթե դաստակների վրա քաշելով քերեցին։ Ծնկները երկաթե կապիճների մեջ ձգելով կախեցին։ Հալած կապարով մարմինը այրեցին։ Ագաթոն Գյուղոսը ներկայացրել է 12 չարչարանք, որոնց աստվածաբանները տվել են հոգևոր իմաստ։ Ըստ Գրիգոր Տաթևացու դրանք ունեն 2 խորհուրդ։ Առաջինը մարդու անդամների ու զգայարանների թիվն է, որոնք աղավաղվել են Ադամի կողմից մեղքի պտուղը ճաշակելուց հետո։ Երկրորդը խորհրդանշում է Քրիստոսի առաքյալների թիվը։ Պետք է նշեմ, որ բոլոր սրբերի կենսագրությունների մեջ կա հետաքրքիր մի երևույթ։ Միշտ այդ կենսագրությունները նման են լինում աստվածաշնչյան տարբեր մարգարեների կենսագրությանը։ Այ մենք ունենք Եղիա մարգարեին, ում նույնպես այրիկին էր հաց տալիս, որպեսզի նա չսովեր եւ չքաղցեր։ Շատ հաճախ սրբերի կենսագրությունները նմանություններ են լինում նաեւ Քրիստոսի անձի հետ եւ Գրիգոր Լուսավորիչը այս դեպքում բացառություն չէ։ Մեկ ամիս տևած սարսափելի բռնություններից հետո նախարար Արտավազդ Մանդակունու քրոջ ամուսինը Տաճատ Աշոտյանը հայտնել է, որ Գրիգոր Պարթևը թագավորահորը սպանողի որդին է։ Դա պատճառ է դարձել, որպեսզի Տրթատ 3-րդ արքայի հրամանով Գրիգորին նետեն մահապարտների բանտ Խորվիրապ։ Խորվիրապում Գրիգորի ողջ մնալն Աստծո հրաշքի արդյունքն է։ Ըստ ավանդության միայրիկին ամեն օր գաղտնի կերպով մոտեցել է զնդանին ու կերակուր գցել բանտարկված Գրիգորի համար։ Այստեղ ինչպես նկարագրում է Ագաթոն Գյուղոսը, ուրեմն օձերի, իժերի, զեռունների հետ անցկացրել է ավելի քան 13 տարի,
ուրեմն ավանդությամբ հայտնի է, որ ուրեմն շարունակաբար իրեն մի այրի է այցելել եւ ուրեմն ներկայիս խորանի վերին հատվածից ամեն անգամ մի նկանակ է բաշխել, գցել, տվել հայրապետին։ Ավանդությունը հավասարապես հավաստում է, որ ամեն օր հայրապետին մի հրեշտակ է այցելել 4-րդ դասի եւ մեր տոնակարգում մենք ունենք երկրորդ ծաղկազարդ տոնը, որը որ բխում է այս իրողությունից կամ այս վկայությունից կամ այս ավանդությունից, որովհետեւ ամեն օր հրեշտակը այցելել է նրան եւ մեկ օր երբ որ չի այցելում, հաջորդ օրը լուսավորիչ հայրապետը հարցնում է, թե ինչու չէր եկել, եւ հրեշտակը ուրեմն պատասխանում է, որ այդ օրը 4-րդ դասի հերթագայությամբ 4-րդ դասի ուրեմն 4-րդ դասին էր վերապահված Քրիստոսին դիմավորելու, Քրիստոսի մուտքը դիմավորելու իվերին Երուսաղեմ։ Այդտեղից էլ առաջ է եկել մեր երկրորդ ծաղկազարդ տոնը։ Մինչ Գրիգորը հալածվում էր մենության մեջ բանտարկված վիրապում, Տրթատ մեծի կյանքում վրա է հասնում անբուժելի հիվանդություն։ Ոչ բժիշկների հմուտ ձեռքերը եւ ոչ էլ քրմերի աղոթքները չեն կարողանում ազատել նրան ախտից։ Տրթատի քույրը երազ է տեսնում եւ հայտնում. միայն Գրիգորը կարող է փրկել նրան։ Համաձայն Ագաթան Գեղոսի, Տրթատ թագավորին որսի ժամանակ վրա է հասել տիրոջ պատուհասը։ Արքան իր մերձավորների հետ դիվահարվել է, նմանվելով վայրի խոզի ու մտնելով եղեգնուտը։ Տրթատի քրոջ Խոսրովի դուխտի կրկնվող տեսիլքներից հետո Գրիգորին հանել են վիրապից հանդիսավորությամբ բերելով վաղարշաբաթ։ Պատմիչը նշում է, որ ծոմով ու աղոթքով, ապաշխարության քարոզչությամբ Գրիգորը կանգնել է Աստծո առաջ ու արքայի համար բժշկություն խնդրել։ Աստված լսել է նրան, ազատագրել Տրթատ երրորդին։ Վերջինս ընդունել է Գրիգորի դավանած հավատքն ու հրամայել դադարեցնել հալածանքը քրիստոնյաների հանդեպ, թույլատրելով ազատորեն պաշտել Քրիստոսին եւ կարճ ժամանակ անց աշխարհում առաջինն ընդունելով քրիստոնեություն որպես պետական կրոն։ Ըստ առասպելի, որ պատմում է մեզ Ագաթան Գեղոսը, խոզի վերածված Տրդատ արքան նորից մարդ դարձավ, բայց մեկ ականջը մնաց խոզի, որպես հիշողություն այն օրերի նրա անհավատության։ Սա նույնպես խորհրդանշան է։ Բնականաբար հասկանալի է, որ սա իրապատում չի։ Սա խորհրդանշան է։ Ընդհանրապես խոզը Աստծո խոսքը չընկալողի խորհրդանշանն է։ Դրա համար Հիսուսն ասում է. «Մարգարիտներդ խոզերի առջև շաղ մի տուր»։ Եվ ահա, երբ նրան վերածում է իր պատումի մեջ խոզի, դա նշանակում է, որ նա չի ընկալում քրիստոնեության խոսքի նկատմամբ ընկալունակ չի, բայց երբ վերադառնում է մարդկային կերպարի, սկսում է ընկալել ավետարանը եւ Քրիստոսի խոսքը, նա մարդ է դառնում, բայց ականջը մնում է հիշողություն այն օրերի, որ հանկարծ այդ քայլը միշտ հիշի եւ նորից հետ չկանգնի իր ճշմարիտ ճանապարհից։ Ըստ էության սա է այդ լեգենդի հիմքում։ Խոր վիրապ վանական համալիրը հայ քրիստոնյաների կյանքում կենսական անհրաժեշտություն է եւ գոյություն ունի իբրև հավատքի սկիզբ, երբ մենք մեր հավատքի հայրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարուց ավել լինելով խոր վիրապի գբում Աստծո օգնությամբ կարողացավ հաղթահարել այն բոլոր հալածանքները, որ ստանում էր Տրթատ երրորդ արքայի կողմից, դուրս գալով բոլորից լուսավորեց, դարձրեց քրիստոնյա հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակներ եւ դարձանք բոլորս Աստծո զավակներ։ 302 թվականի սկզբին նախարարների ուղեկցությամբ թագավորական հրովարտակով Գրիգոր Լուսավորիչը մեկնում է Կեսարիա, որտեղ arczepiskopos Ղևոնդիոսի կողմից ձեռնադրվում է որպես եպիսկոպոս։ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելով ստեղծվել են հոգևոր եւ գաղափարական սահմանազատման բարենպաստ նախադրյալներ զրադաշտական Պարսկաստանից ու հեթանոսական Հռոմից, որ հիմք էր նաեւ քաղաքական ինքնուրույնության եւ անկախության համար։ Քրիստոնեության ընդունումը նախանշել է հայ ժողովրդի եւ պետության հետագա զարգացման ուղիները, հոգևոր կյանքի, մշակույթի, գիտության, արվեստի, մտածողության եւ աշխարհընկալման չափանիշները, որոնք թեև դժվարությամբ, բայց հետզհետե թափանցել են ազգային գիտակցության, ապրելակերպի ու կենցաղի
մեջ։ Մենք բարբերաբար ասում ենք, որ 301 թվականին մենք ընդունել ենք քրիստոնեությունը եւ առաջին պետությունն ենք, որը ընդունել է քրիստոնեությունը։ Իհարկե դա մեծ նշանակություն ունի, բայց ոչ այնքան մեծ, որքան իրականում, երբ որ մենք ընդունել ենք քրիստոնեությունը։ Դա ամենահոծ զանգվածն է եղել, որը ընդունել է քրիստոնեությունը, պետական քրիստոնեություն գոյություն չի ունեցել եւ դա երկնային յուրօրինակ նախախնամություն էր, որ քրիստոնեությունը պետք է փրկվի հայերի ձեռքով, նույնիսկ եմ կրկնում հայերի ձեռքով, որովհետև դրանից հետո բյուզանդական կայսրության մեջ առաջացավ թեկնածու, որը մարդակուլ, քրիստոնեակուլ անձնավորություն էր։ Այդ քրիստոնեակուլ անձնավորության անունն էր Մաքսիմինուս Դեզա։ Նա պետք է դառնար կայսր եւ պահանջեց, որ վերցնի գա իրեն զորքին միանա հայկական այրուձին։ Տրթատ մեծը նրան մերժեց, հայտարարելով, որ ինքը քրիստոնյա է, իսկ նա քրիստոնյաներին ոչնչացնում է։ Եվ մեր մեկ ուրիշ պատմիչ Սեբեոսը այս անգամ մանրամասնորեն չէ, բայց ճշգրիտ տալիս է այն գնահատականը, որը մենք պետք է ներկայացնենք աշխարհին, եւ դա է մեր ներկայանալիության բարձրագույն այցեքարտը իմ խորին համոզմամբ։ Այսինքն Մաքսիմինուս Դեզան պետք է հաղթանակ տաներ Կոնստանտինի դեմ եւ ինքը դառնար Հռոմի կայսր։ Դրանից հետո քրիստոնյաներին նա որոշել էր ոչնչացնել որպես ուտիչներ, որոնք քայքայում են իր պետության ողնաշարը։ Սակայն նա երկու անգամ մերժվեց, երրորդ անգամ ասաց, որ ինքը կգա եւ կվերցնի այրուձին, եւ կգա պատերազմով։ Մոռացել էր, որ Տրթատ երրորդի հետ գործ ուներ։ Եկավ եւ ինչպես Սեբեոսն է ասում, տեսակ ինչպես Աստված հայերի ձեռքով, այսինքն Աստված ընտրյալ ժողովրդի ձեռքով երկու անգամ պատժեց այդ քրիստոնեակուլին եւ նա կորցրեց ամեն ինչ եւ դադարեց լինելուց թեկնածու մեծ Հռոմի գահին։ Այսինքն մենք ենք փրկել ըստ էության քրիստոնեությունը այդ վերահաս վտանգից, այդ մարդակուլ կայսրից, որը պետք է գար ոչնչացնելու, ինչպես ները աշխարհի երեսին կփորձի ոչնչացնել քրիստոնեությունը։ Եվ այն ժամանակ, եթե Գրիգոր Լուսավորչի այդ աներևակայելի սխրանքը չլիներ, թերևս քրիստոնեությունը կունենար շատ ավելի բարդ եւ արդյոք կունենար այդ պատմությունը, թե ոչ, դժվար է ասել։ Պատմական Արտաշատի բլրի վրա է գտնվում նաև Օթիաս խաչը, որտեղ ըստ ավանդության հանդիպել են քրիստոնեության լույսը հայոց աշխարհ բերած Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալները, խաչի նշաններ դրոշմելով ժայռերին։ Խաչարձանի օծման օրը ընտրված է եղել Սուրբ խաչի 5 տոներից վերջինի, Տիրոջ Սուրբ խաչի գյուտի հիշատակման օրը, երբ Հեղինա Թագուհու ջանքերով Երուսաղեմում գտնում են Հիսուսի Սուրբ խաչը, որը երկար ժամանակ հրեաները թաքցրած են եղել Գողգոթա բլրին կից աղբանոցում։ Առաքյալների հանդիպման տեղում արդեն եղած փոքրիկ խաչը զետեղվել է նոր խաչարձանի հետևի հիմնամասում։ Մեծ խորհուրդ ունի այս վայրը, որովհետև հոգևորապես խաչվել են հայոց աշխարհում Քրիստոսի լույսը բերած առաքյալների ու հալածանքի գինով հավատք սերմանած Գրիգոր Լուսավորչի ճանապարհները։ Խորվիրապը մնում է սրբազան սիմվոլ, խորհրդանշան, որտեղ նա տառապանքի միջով անցավ։ Ըստ էության դավանանքը հավատը այլատ դավանների իրենց հալածողների միջավայրում անընդհատ տառապանք է ենթադրում եւ այստեղ մենք տեսնում ենք թե ինչ տառապանքների միջով արքունական բանտում տառապելով խորվիրապով դա անցավ եւ մեր ժողովուրդը հետագայում եւ եկեղեցին այդ խորվիրապը սրբացրել այդ տեղը նաեւ եկեղեցի է կառուցել որովհետեւ այդ տառապանքի եւ տանջանքի հիմքի վրա է հաստատվել մեզ adum քրիստոնեական եկեղեցին, բայց այդ Գրիգոր Լուսավորչի բոլոր ջանքերը ապարդյուն կաստեին, եթե չլներ հայ մեծագույն արքաներից մեկի քաղաքական հզոր կամքը եւ հերատեսությունը, դա տրտատ մեծ արքան էր, որից հետո եւս 100 տարի ժամանակ պահանջվեց, որպեսզի մյուս հզոր արքա Վրամշապուհը կարողանա մեր քաղաքակրթական այս ուղղությունը, որ փոխեց Տրդատը Լուսավորիչի հետ, հայկական դպրոցով վավերացնել եւ որի հիմքի վրա ստեղծվեց մեր գիտական, հոգեվոր, մշակութային ողջ ժառանգությունը եւ մենք դարձանք այդ քաղաքակրթության հետևորդ ու կրողները առ այսօր։ Դարերի խորքից մինչև մեր օրեր խորվիրապը դարձել է
հայոց հավատքի խորհրդասյուն։ Հոգևոր ժառանգության այն անսասան վկայությունը, որ միավորում է անցյալն ու ներկան, որ կրում է ոչ միայն լուսավորչի աղոթքների շունչը, այլ ամբողջ հայ ժողովրդի հոգևոր ճանապարհի արձագանքը։ Եվ երբ հայացք ես գցում Արարատյան դաշտի այս վեհաշուք գեղեցկուհուն, ծնվում է նույնակերպ մի վեհ միտք։ Բարի էր։ Օրհնություն եւ խաղաղություն բոլորիս։